Եվ այսպես Գագիկ Ծառուկյանից հետո Նիկոլ Փաշինյանը գալու է կաթողիկոսի հետևից։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք իսկապես նորություն ասած չենք լինի, եթե ընդգծենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ամենակննարկվող թեմաներից մեկը Հայաստանի քաղաքական դաշտում դա Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացված գործողություններն են, գործողություններ, որոնց արդյունքում մենք բոլորս տեսանք, որ հատուկ ջոկատայինները հարձակվել են 70 տարեկան մարդու վրա, ով տաններով դիմադրություն չէր ցուցաբերում, իդեպ սրա վերաբերյալ մի լավ գրառում էր նաև աչքովս անցել, որ միգուցե այդ ԱԱԾ-ականների մեջ կային նաև մարդիկ, որոնց մի քանի տարի առաջ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Նիկոլ Փաշինյանի գործընկեր կոմերսանտ Արայիկ Հարությունյանը մեղադրում էր նրանում, որ իրենք հրաժարվել էին ամենապատասխանատու պահին գնալ եւ մարտնչել եղնիկներում ադրբեջանցիների դեմ, ինչեւ այդ գործողությունները բոլորիս աչքի առաջ էր, մենք տեսանք ինչ տեղի ունեցավ, մենք նաև տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործողությունների արդյունքում մահացավ, զոհվեց նույնիսկ այստեղ կարելի ասել Գագիկ Ծառուկյանի առույցներից մեկը ու նկատել եք, չէ, Հայաստանում բազմաթիվ կառույցներ կան, որոնք fake են, բազմաթիվ երևույթներ կան, որոնք fake են, եւ այդ fake երևույթներից մեկը նաեւ բնապահպաններ, կենդանասերներն են։ Կենդանասերները լռում են կամ էլ ընդհանրապես նույնիսկ աջակցում են իշխանությունների այս գործողությունները, իդեպ առույցից բացի եւս մի կարևոր խնդիր կա, հենց կենդանիների հետ կապված լրագրողներից մեկը Նարինե Կիրակոսյանը այսօր հայտնել էր, որ Ծառուկյանին պատկանող այլ կենդանիներ մեկ օրից ավելի է իրենց ոչ ոք չի կերակրում, որովհետեւ մուտք դեպի կենդանաբանական այգի Ծառուկյանի չկա, ինչեւ բայց բոլորը լռում են, կենդանասեր հասարակությունը լռում է, մնում է մի հատ ուղղակի իրենք ճարեն մի մարդով տեսախցիկների արչև սխալ կգործի եւ օրինակ ինչ որ մի շանը կներեք այս ձևակերպման համար քացով կխփի, այդ մարդու դեմ ինչ ասես կանեն, բայց առյուծը երևի ինքը քաղաքականապես սխալ հայացքներ ուներ, այդ պատճառով կարելի է հանդուրժել նրա այս զոհվելը, իրականում բարդ է, ուրիշ բառ գտնել։ Մենք երևի նաև նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ ռազմավարական առումով Նիկոլ Փաշինյանի հաջորդ թիրախները կարող են լինել Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, ուժեղ Հայաստանի այլ ներկայացուցիչներ, Հայաստան Դաշինքի այլ ներկայացուցիչներ։ Նիկոլ Փաշինյանը շրջապատված լինելով պետական ռեսուրսով, օգտագործելով ԱԱԾ-ի քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության ռեսուրսները փորձելու է քաղաքական հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների դեմ, դա տրամաբանական է իրականում, խաղի կանոններն են Հայաստանի քաղաքական դաշտում այդպիսին, բայց իրականությունը նաև կայանում է նրանում, որ բացի դասական քաղաքական ինստիտուտներից, քաղաքական գործիչներից Նիկոլ Փաշինյանը կարող է նաև այլ թիրախներ ընտրել, եւ այդ թիրախներից մեկը կարող է դառնալ ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին II, այն որ Նիկոլ Փաշինյանը ունի իր արժեվ դրած խնդիր գահանկեց անել Գարեգին II-ին, ես կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, առավել եւս որ ԿՊ-ի նախընտրական ծրագրում նույնիսկ դրա վերաբերյալ առանձին կետ կա, բայց ինչն է կարևոր, այսօր հաստատվեց հիմնավոր կասկածը շատ ու շատ քաղաքական գործիչների, վերլուծաբանների, փորձագետների, որոնք ասում են, որ այս գործում, այսինքն կաթողիկոսին գահանկեց անելու գործում Նիկոլ Փաշինյանը մենակ չէ, իրեն սատարում են եւ սատարում են արտերկրից ու սատարում են նաև թուրքերը։ Ռուս հայտնի պրանկերներ Վավանը եւ Լեքսուսը, ովքեր հայտնի են նրանով, որ իրենք տարբեր պաշտոնյաների, տարբեր երկրների զանգահարում են, պրովոկացիոն հարցեր են տալիս, օրինակ վերջերս Հունաստանում նաև մեծ սկանդալ էր հասունացել, իրենք զանգահարել էին վարչապետի օգնականներից մեկին, խորհրդատուներից մեկին, ով այն տեսակ տեղեկատվություն է հայտնել Վավանին եւ Լեքսուսին, այն տեսակ գնահատականներ է տվել, որ Հունաստանի ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը, հիմա հերթը հասել է նաև Հայաստանի Հանրապետությանը եւ իրենք ներկայանալով որպես Նիկոլ Փաշինյան զանգահարել են ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարին Ֆերիդուն Սինիրգիօղլուին, ով բացի նրանից, որ ԵԱՀԿ-ի քարտուղարն է, ինքը նաև Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարարն է, Թուրքիա։ Եվ ներկայանալով Նիկոլ Փաշինյան, իրենք ասել են, որ մենք պատրաստ ենք, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ես պատրաստ եմ փոխել կաթողիկոսին, փոխել կրոնը, կարող եք դուք մեզ աջակցել այս հարցում, ասել է, այո, ես այս ամեն ինչով կզբաղվեմ, հատկապես Նիկոլ Փաշինյան ներկայացող
անձի համար կարևոր էր այն թե արդյոք ԵԱՀԿ-ն կաջակցի, որ միջազգային աղմուկը կաթողիկոսին փոխելու ընթացքում ինքը ցածր լինի եւ թուրք նախկին արտգործնախարարը ԵԱՀԿ-ի քարտուղարը ասել է, որ Նիկոլ Փաշինյանին այդ հարցով եւս կարող են օգտակար լինել, հարգելի հեռուստադիտողներ, ԵԱՀԿ-ն եվրոպական կառույց է եւ այդ եվրոպական կառույցի ղեկավարը անկախ նրանից թուրք է թե ոչ ինքը փաստորեն խառնվում է Հայաստանի ներքաղաքական գործերին ինքը աջակցում է Նիկոլ Փաշինյանին կաթողիկոսին փոխելու հարցում ինչ կարող եք այստեղ ասել օրինակ ինքնիշխանություն երևույթի հետ կապված որտեվ ակնհայտ է որ այս տեսակ քննարկումներ Նիկոլ Փաշինյանի իսկական իրական Նիկոլ Փաշինյանի հետ եւս կարող են տեղի ունենալ տեսեք չափազանց կարևոր է մեր արևմտյան հարգարժան գործընկերների համար աջակցել Փաշինյանին այս գործում եւ ոչնչացնել եկեղեցին իրենք սա դասական առումով իրենց գործելավոճն է օրինակ մեր վրացի եղբայրներին իրենք եւս դժգոհություն են հայտնում վրացական եկեղեցու գործունեության համատեքստում ասում են որ սեռական փոքրամասնությունների վերաբերյալ Վրաստանի եկեղեցին ինքը ընդհանրապես սխալ դիրքորոշում ունի այսինքն իրենք մշտապես խառնվում են տարբեր երկրների ներքին գործերի մեջ, փորձում են հնարավորինս զսպել եկեղեցուն, գործողություններ իրականացնել ընդդեմ եկեղեցու եւ ԵԱՀԿ-ի գործող քարտուղարը պատրաստ է Նիկոլ Փաշինյանին այս հարցում աջակցել, բայց տեսեք, այստեղ մենք պետք է նաեւ հետեւյալի վրա ուշադրություն դարձնենք։ Եթե իրենք պատրաստ են Փաշինյանին այս հարցում աջակցել, դա նաեւ տրամաբանորեն նշանակում է, որ Փաշինյանի շատ քայլերի վրա իրենք պատրաստ են նաև փակել աչքեր, որովհետև Նիկոլ Փաշինյանից ունեն սպասելիքներ։ Լավ կլինի, որ այս հանգամանքը նաև Հայաստանի անդիմության մեջ շատ լավ հասկանան, որ եվրոպացի կամ ամերիկացի մեր հարգարժան գործընկերներից աջակցություն չսպասեն։ Չկարծեն, թե եթե Նիկոլ Փաշինյանը խախտում է մարդու իրավունքները կամ հակաօրինական գործողությունները իրականացնում, եվրոպացի եւ ամերիկացի մեր հարգարժան գործընկերները ինչ որ մի կերպ Նիկոլ Փաշինյանին դատապարտելու են։ Չկարծեն, թե իրենք կարող են արևմուտքին ինչ որ մի բան առաջարկել, ինչը Նիկոլ Փաշինյանը չի կարող առաջարկել։ Մարդ էլ կա, երևի պետք է նաեւ այստեղ էլ շատ անկեղծ լինել, չի ուզում ճիշտ առումով գնահատել արևմուտքի գործողությունները մտավախություն ունենալով, որ Եվրոպա կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ինքը այլևս վիզայի հնարավորություն չի ունենա։ Հիմա երբ ընդդիմությունը այս պարզ ճշմարտությունը հասկանա ու հասկանա, որ արևմուտքը չի կարող լինել գործընկեր Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության դեմ գործողություն իրականացնելու համատեքստում միգուցե շատ գործընթացներ իրենք Հայաստանում այլ տրամաբանությամբ զարգանան։ Իսկ ամփոփելով մեր այսօրվա զրույցը կարող ենք նշել միայն հետևյալը. Վավանը եւ Լեքսուսը բացահայտեցին այն, ինչը առանց այդել պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը մենակ չէ հայ առաքելական սոպ եկեղեցու դեմ իր գործողությունները իրականացնելիս, որ կան այլ գործընկերներ, որոնք կամ օգնում են արդեն Նիկոլ Փաշինյանին, կամ պատրաստ են օգնել Նիկոլ Փաշինյանին, ու մենք տեսանք, որ այդ գործընկերների շարքում է նաեւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը, ազգությամբ թուրք գլխավոր քարտուղարը, մտածեք այդ մասին։